Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր անդրադառնալու եմ շատ զգայուն թեմայի, որ վերջին օրերին դարձել է հանրային քաղաքական շատ բուռն քննարկման թեմա։ ԿՊ պատգամավորներից մեկը, որի անունը նույնիսկ հիշատակման արժանի չէ, հեղինակել է մի օրինագիծ, որը արդեն իսկ արժանացել է կառավարության համաձայնությանը կամ հավանությանը։ Եթե կարճ ձևակերպենք այդ օրինագիծը, դա օրինագիծ է փողով բանակից ազատվելու մասին։ Այլ կերպ հնարավոր չէ կոչել այդ օրինագիծը։ Ինչպես նշեցի, կառավարությունը անցած հինգշաբթի այդ օրինագիծին հավանություն տվեց, դա ուղարկեց խորհրդարան, այսինքն 18 միլիոն դրամ կամ 24 միլիոն դրամ վճարելով, ըստ էության մարդիկ կարող են չծառայել բանակում։ Հիմա, այսօր սպասվում էր, որ տեղի է ունենալու ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի նիստը, պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նիստը, որը կանխատեսելիորեն պետք է հավանություն տար նախագծին, ինչից հետո լիագումար նիստերի օրակարգ էր փոխանցվելու նախագիծը, բայց նիստը այսօր տեղի չունեցավ։ Չարժե իհարկե ոգևորվել, ոչ թե օրինագիծը հանվեց օրակարգից, այլ պաշտպանության հանձնաժողովի նիստը հետաձգվեց։ Կարելի է տարբեր ենթադրություններ անել, թե ինչու այդ նիստը տեղի չունեցավ։ Երեկ երեկոյան, երբ տարածվել էր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ՄԻՊ-ի օմբուդսմենի հայտարարությունը, որով դա վիճահարույց էր համարել այս օրենքի ընդունումը, ես կասկած էի հայտնել, որ իշխանության վերնախավում այս հարցի շուրջ չկա կոնսենսուս, որովհետև ՄԻՊ-ը Հայաստանի գործող ՄԻՊ-ը հատկապես շատ քիչ դեպքերում է հակադրվում քաղաքական իշխանությանը, իրեն ավելի շատ ասոցացնում է քաղաքական թիմի հետ եւ հետեւաբար նրա ընդդիմանալը այս իշխանության համար սկզբունքային օրինագծին որոշակի հարցերի տեղիք է տվել։ Ես ենթադրում էի, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի հետ քայլի հնարավորություններ իր համար ստեղծում։ ՄԻՊ-ի աշխատակազմից մի հարգարժան ընկեր ինձ հակադրվել էր, փորձում էր ցույց տալ, որ ՄԻՊ-ը շատ սկզբունքային է, ես ասեմ, եթե նկատել եք, ես ՄԻՊ-ին չեմ թիրախավորում։ Եվ այնպես չէ, որ ի տարբերություն շատ ընդդիմադիրների համարում եմ, որ նա ընդհանրապես որևէ աշխատանք չի տանում։ Մյուս կողմից որևէ մեկը չի կարող ինձ համոզել, որ Հայաստանի ՄԻՊ-ը գործում է քաղաքական իշխանության կամքից անկախ։ Չմոռանանք, որ այս ՄԻՊ-ը քար լռություն էր պահպանում, երբ որ ընդդիմադիր ցուցարարներ խոշտանգվում էին կամ ոստիկանությունում խոշտանգումներ էին ենթարկվում, խտրական վերաբերմունք էին հանդիպում եւ այլն եւ այլն։ Մի խոսքով ՄԻՊ-ի հայտարարությունը ինձ ենթադրել էր տալիս, որ ամեն ինչ չի, որ այս օրենքի կամ օրինագծի հետ կապված հարթ են տանում եւ իշխանությունները որոշակի հետ քայլի հնարավորություններ են պահպանում իրենց համար, գուցե այն նպատակով ուրիշ-որ կոսմետիկ փոփոխություններ անեն, դա ներկայացնեն որպես շատ կարեւոր ուրեմն բարեփոխում եւ այլն եւ այլն։ Ուրեմն մի ենթադրությունը սա է, թե ինչու հանձնաժողովը այսօր նիստ չարեց եւ թե ինչու այս հարցը վաղը մեկնարկելի քարոզիայում չի քննարկվելու։ Երկրորդ ենթադրությունն այն է, որ այսօր Պաշտպանության հանձնաժողովի նախագահը եւ եւս մեկ անդամ բացակայում էին հանրապետությունից, այսինքն իշխանական պատգամավորների թիվը հանձնաժողովում քիչ էր եւ իշխանությունը մտավախություն ունեցավ, որ եթե հանձնաժողովում հարցը դրվի քվեարկության, գուցե տապալվի։ Սա էլ երկրորդ ենթադրությունը չի բացառում, որ երկու գործոններն էլ դեր են խաղացել։ Այնուամենայնիվ իշխանությունը իր մտադրությունից չի հրաժարվել եւ կասկածից վեր է, այսօր էլ այդ օրինագծի հեղինակը պնդում էր, որ ամեն ինչ պիտի անեմ, որ այս օրինագիծը ընդունվի եւ չզարմանաք գործածության մեջ մտնի արդեն այս զորակոչի ընթացքում։ Ինչեւ իրադարձությունների զարգացմանը կհետևենք, հիմա այս մի քանի կարևոր արձանագրումներ եմ ուզում անել։ Փողով բանակից ազատվելու օրինագիծը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ
նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքին։ Ես հիմա սկզբունքային մի քանի հակասություն եւ հակասահմանադրականություն կնշեմ այս օրինագծի։ Սահմանադրության մեջ գրված է, որ 18 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչների համար պարտադիր զինծառայության ինստիտուտ է սահմանվում։ Իսկ այս դեպքում տեսնում ենք, որ այդպես չէ, այսինքն ունևորների երեխաները փաստորեն չեն ծառայելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ սա ըստ էության վերածվում է բանվորագյուղացիական կամ քյասիպների բանակի։ Երկրորդը Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է եւ օրենսդրության մեջ, որ բոլորը հավասար են օրենքի առաջ։ Այս պարագայում մենք տեսնում ենք, որ օրենքի հետ հավասարությունը, համընդհանուր հավասարության սկզբունքը խախտվում է, որտեղ փող ունեցողները կարող են ուղղակի օրենքի առաջ բոլորի հետ հավասար չլինեն։ Այսօր հնարավորություն է ձեռվում փողով ազատվել բանակից, վաղը փողով ազատվելու են մարդասպանության մեղադրանքից եւ ազատազրկումից։ Մի քանի օր առաջ տեսանք, որ փողով կարելի է մարզահամերգային համալիրում հարսանիք անցկացնել։ Վաղը լավ վճարեն կարելի է կառավարության շենքում հարսանիք կազմակերպել կամ խնջույք։ Այսինքն փողը դարձնում են որոշիչ գործոն։ Եվ վերջապես խտրականությունը մեր օրենսդրությունը արգելում է։ Իսկ այս դեպքում, ինչպես տեսնում եք, առաջարկում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կոմպլեկտավորել խտրականության, սոցիալական խտրականության հիմքով։ Նման բան համաշխարհային պատմության մեջ թերևս ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո չի եղել։ Այդ լուսավոր իրադարձությունից հետո, ուղենշային իրադարձությունից հետո համաշխարհային պատմության մեջ թերևս նման բան չի եղել։ Այսինքն ստացվում է, որ հարուստների երեխաները կարող են ոչ միայն փող վճարել եւ ազատվել զինծառայությունից, այլ մի հատ էլ մունատ գալ, օրինակ աղքատ երեխաների վրա ասել, մենք այդքան փող ենք տվել, ինչի լավ չեք ծառայում, ինչի սահմանը լավ չպահեցիք եւ այլն եւ այլն։ Այս օրինագիծը միայն խորացնելու է հասարակության բևեռացումը։ Հիմա էլ առաջանալու է մի շատ վտանգավոր բարիկադ հասարակության ներսում, ունևորների եւ չունևորների միջեւ։ Աղքատները սկսելու են ավելի շատ ատել մարդկանց, ովքեր փող ունեն, հարուստները սկսելու են անտեսել եւ քամարական վերաբերմունք ցուցաբերել աղքատների նկատմամբ։ Ոչ մի քննադատության չի դիմանում իշխանության այն պնդումը, թե այս օրինագիծը ընդունվում է, որպեսզի գումարը ոչ թե տարբեր մարդկանց գրպաններ գնա բանակից ազատվելու, այլպես բյուջե։ Պատկերացնում եք ինչ են հրապարակավ խոստովանում։ Ուրեմն այս մարդիկ խոստովանում են, որ բանակի հետ կապված բոլոր ռեֆորմները տապալել են եւ առաջարկում են օրինականացնել կոռուպցիան։ Աշխատում են, առաջարկում են օրինականացնել կոռուպցիան։ Իսա ամենևին չի նպաստելու կոռուպցիոն ռիսկերի վերացմանը։ Ընդհակառակը, բացի այն, որ դեգրադացնում է բանակը, բանակի կոմպլեկտավորման հիմքում գույքային ցենզն են դնում, առաջացնում են նաև կոռուպցիոն նոր ռիսկեր, որոնք մինչև հիմա չկան կամ տեսանելի չեն։ Երկրորդը, կառավարությունը մի կողմից քաղաքացուն քերելու նոր լծակներ է ձեռք բերում, մյուս կողմից մարդկանց հասարակության դեգրադացիայի նոր մակարդակ է սահմանում։ Օրինակ աղքատները պետք է ստիպված տներ վաճառեն, տներ գրավադրեն, որպեսզի իրենց երեխաներին ազատեն բանակից։ Դուք պատկերացնում եք գույքի ցենզով կամ սոցիալական խտրականության արատավոր սկզբունքով մահը դարձվում է քյասիպների, աղքատների,
ճակատներին դաջված բան։ Որևէ մեկի համար գաղտնիք չի եւ պետք չի այս մասին թակուն խոսել, թաքցնել, որ այսօր Հայաստանի Հանրապետության բանակը ցավոք սրտի նույնանում է մահվան հետ։ Այն իմաստով, որ Հայաստանի իշխանությունը այնքան ապաշնոր է, որ չի լուծել խաղաղության հարցը, ընդհակառակը իր քաղաքականությամբ միշտ եւ ամեն օր անվտանգային ռիսկերը ավելացնում է եւ մյուս կողմից Հայաստանի Հանրապետության իշխանությունը այնքան ապաշնոր է, որ տապալել է բոլոր ռեֆորմները եւ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով զոհերի թիվը շատ ավելի մեծ է տարեկան կտրվածքով, ամսական կտրվածքով կամ շտամու կրակոցների զոհերի թիվը։ Այսինքն ստացվում է, հարուստները գումար են վճարում մահվան ուղեգիր ձեռք չբերելու համար, իսկ զինված ուժերը չբարեփոխված զինված ուժերը դառնում է հասարակության չքավոր խավերի մահվան կներեք արտահայտությանս ուղեգիրը։ Փաստացի այսպիսի իրավիճակ է ստեղծում, եւ սա արվում է սոցիալական խտրականության հիմքով։ Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ քաղաքական խնդիր է լուծում 2026 թվականի ընտրություններից առաջ։ Նա փորձում է իր համար էլեկտորալ բազա ստեղծել հարուստ մարդկանցից։ Այսինքն ասում եմ, տեսեք, ես ինչ վարչապետ եմ, որ ձեզ հնարավորություն եմ տալիս առաջի մարդ ճարեք, կաշառք տայք, ռիսկերի մեջով հասնեք, մեկը ձեզանից փող վերցներ, գցեր, հիմա ես ձեզ հնարավորություն եմ տալի, մուծվեք, բանակ մի գնացեք։ Եվ արժեք չունեցող շատ մարդկանց այսպիսով կարելի է դարձնել իշխանության էլեկտորատի մաս։ Եվ վերջապես ամենասարսափելին, ես չեմ բացառում, որ այս օրինագիծը ծնվել է նաև այդ պատճառով։ Ծնվել է այն պատճառով, որպեսզի սպասարկի հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը։ Քանիցս բազմաթիվ անգամներ Ադրբեջանի մի շարք պաշտոնյաներ հայտարարել են, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը խաղաղության համաձայնագրերով պետք է զսպվեն։ Այլ խոսքով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թվականակը պետք է սահմանափակվի։ Այդ մասին հայտարարություններ արել է թե Ալիևը, թե Բայրամովը, թե հատկապես Հաջիևը, կարող են բազմաթիվ նման հայտարարություններ ես հիշեցնել։ Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի առջև ստանձնել է նաև տարբեր ձևերով Հայաստանի զինված ուժերի թվականակը կրճատելու պարտավորություն։ Այս օրենքը բերելու է դրան։ Եթե մենք թույլ տանք այս օրինագծի ընդունումը, մեր բանակը դառնա բանվորագյուղացիական բանակ։ Համ հասարակության բևեռացումն ենք խորացնում, համ զինված ուժերի մարտունակության վրա է դա ազդելու։ Մարդկանց մոտ լեգիտիմ իրավունք է առաջանում ցանկացած մեթոդով հրաժարվել ծառայությունից։ Դրա համար ես հակապեցի նաև կարգավորման գործընթացի հետ։ Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը շարքային մարդկանց, փոքր գործարարների, ոչ նոմենկլատուրային մտավորականների շահերը արտահայտող կուսակցությունն է եւ մենք սոցիալական խտրականության այս լկտի մարտահրավերը, որ նետվել է մեզ, ընդունում ենք եւ մեզ հասու բոլոր միջոցներով պայքարելու ենք այս օրինագծի ընդունման դեմ։ Սա օրինագիծ է հայրենիքը սակարկության հանելու մասին։ Սա օրինագիծ է հասարակությունը դեգրադացնելու մասին։ Սա օրինագիծ է Հայաստանի զինված ուժերը քայքայելու մասին։ Սրանից հետո բարբերաբար ես անդրադառնալու եմ այս թեմային, նաև բացահայտելու եմ բոլոր այն շրջանակներին, հասարակական, քաղաքական, ովքեր այս հարցում Նիկոլ Փաշինյանի լատենտ դաշնակիցներն են։ Այսօր այսքանը, սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում բոլորիդ բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, հետևեք նաև իմ էջերին Facebook-ում, Telegram-ում, TikTok-ում, X-Blog-ում։ Լավ մնաք, կհանդիպենք առաջիկա օրերին։